Դուք դիտում եք Civilnet-ը եւ այսօրվա գլխավոր նորությունները։ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը դեկտեմբերի 12-ին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ ընտրվելուց մի քանի շաբաթ անց մեր նախագահը Պապին հրավիրել էր այցելել Հայաստան։ Հրավերը Պապին փոխանցել էր ամենայն հայոց Գարեգին B կաթողիկոսը 2008 թվականին Վատիկան կատարած այցի ժամանակ։ Վրաստանը առաջին անգամ ՆԱՏՕ-ի պաշտոնական փաստաթղթում այդ կազմակերպությանը անդամակցելու թեկնածուի կարգավիճակում է։ Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ Եվրոպական ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն։ Սա նշանակում է, որ Վրաստանը հայտնվել է այն երկրների շարքում, որոնք ավելի վաղ ընդունված էին որպես ՆԱՏՕ տանող ճանապարհին կանգնած երկրներ։ Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան սկզբունքային համաձայնություն ձեռք բերել Բրյուսելում դեկտեմբերի 8-ից 9 կայացած գագաթնաժողովի արդյունքում, նրանք խնդիրը լուծելու երկրորդ շանս չեն ունենա, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Նրա խոսքով Եվրոգոտու փրկության համար անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել մոտակա 2 շաբաթվա ընթացքում։ London Chess Classic մրցաշարի 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց FIDE-ի դասակարգման աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Կարլսենը միջնախաղում մի քանի սխալ թույլ տվեց եւ Արոնյանը զգալի առավելություն ստացավ, սակայն վերջնամասում նորվեգացին կարողացավ հասնել ոչ ոքի արդյունքին։ Այս պահին Լևոն Արոնյանը ունի 5 միավոր եւ 4 միավորով զիջում է Կարլսենին։ Օրվա մնացած կարևոր իրադարձություններին ծանոթացեք civilnet.tv կայքում։